Տարիքը եղավ, չէ՞։ Հատը գերերը կանը եկեք երկու բար հավաքեք, արագ խոսեք, քանի որ ցուրտ է։ Պարոն Մերկումյան, եկեք պարոն Եղազարյան։ Պարոն Խաչատրյան, սկսեք դուք, հա։ Պարոն Խաչատրյան, սկսեք էլի դուք։ Դուք սկսեք, Դուք սկսեք, որ հետո մենք բան անենք։ Համեցեք Ժորժ։ Եկեք, լսենք, էլի զրուցենք։ Լավ, Ժորժ ջան, եթե դեմ չեք, սկսենք։ Ես կաշխատեմ հնարավորինս հակիրճ 3 րոպեի շրջանակում ոնց որ պայմանավորվածությունը մեր կա։ Ես ներկայացնում եմ ոչի ճակատը եւ համարում եմ, որ սահմանադրական փոփոխություններ կոչվածը դա նոր սահմանադրություն է։ Անհասկանալի կետերի քանակությամբ 220 եւ իր մեջ այս 220 կետը կրում են բավականին լուրջ ականներ։ Սահմանադրությունը ինքը հայկական ինքնության հետ բավականին լուրջ հակասություններ ունի եւ արտահայտված չէ այստեղ հայկական ինքնությունը։ Հիմնականում արտահայտված է այսպես կոչված աշխարհի մարդու պատկերացումները եւ եթե իրականում նրա վրայից վերցնենք Հայաստանի Հանրապետություն բառերը կամայական երկրի անվամբ կարող ենք փոխարինել եւ ստանալ էլի միևնույն բանը կամայական երկրի համար կարող ենք համարել որ սա այսպես պետք է գրված լինի մենք համարում ենք որ ընտանիքի խնդիրները եկեղեցու հետ կապված կետերը Յուվենալ արդարադատության այսինքն հայրերի եւ երեխաների միջև կոնֆլիկտները իբր թե հարթելու համար արդարադատության նոր համակարգ ստեղծելու այդ ողջ պլազդարմը, որը դրված է այս սահմանադրության մեջ, բառից բուն իմաստով հանդիսանում է վտանգավոր մեր ժողովրդի համար։ Ինչից ելնելով մենք համարում ենք, որ եթե այս ամենը պետք է վերահսկվի ասենք արտ երկրից, այնպիսի ինստիտուտի կողմից, ինչպիսին է եվրոպական մարդու իրավունքների դատարանը, ապա մենք ունենալու ենք փաստորեն կետեր, որոնց հետամուտ են լինելու եւ որքանով են այդ կետերը մեր ինքնության հետ համահունչ, բավականին այստեղ ունենք կասկածներ, մեր կարծիքով շատ բաներ ուղղակի հակադրված է հայկական տրադիցիոն, ավանդական արժեքներին, առանց որի մեր ժողովրդի մակարումը այս տարածքում հանուն իր ինքնության, հանուն իր սերունդների առհավատչայի չի կարող լինել։ Այս տեսակետից մենք համարում ենք, որ մեր երկիրը կարող է հարցականներ ձեռք բերել եւ վտանգներ եւ սահմանադրությանը պետք է միանշանակ ասել ոչ այն պատճառով, որ այստեղ հարաբերական վիճակ է բավականին սահմանադրության մեջ կապված այն բանի հետ, թե վերջին հաշվով մենք կստանանք ինչպիսի պետություն, արդյոք այս պետությունը կարողանա իր հիմնական անվտանգության երաշխավոր ուժի հետ շարունակել գոյակցությունը, թե ուղղակի կառուցվածքային տարբերությունները կհանգեցնեն այն բանին, որ մենք հապկի երաշխավորությունը կկորցնենք եւ հույսներս կդնենք, ասենք Եվրոպական միության վրա, որը ոչինչ երաշխավորել այս տարածաշրջանում ուղղակի ի վիճակի չէ։ Այսքանով ես ավարտեմ, տամ իմ գործընկերոջը Այոյի արդեն։ Այո, ես իհարկե ներկայացնում Այոյի ուրեմն ուղղությունը, պետք է ասեմ, որ երկար եւ դժվար քննարկումներից հետո մենք եկել ենք համոզման, որ մենք պետք է այս բարեփոխումների ճանապարհով անցնենք, որտեղ այլընտրանք չունենք, ես տենց պետք է ասեմ։ Իհարկե, ի վերուս պետք է միանգամից ասել, որ հանրապետությունը կարելի է կառավարել եւ նախագահի աշխատասենյակից, եւ վարչապետի աշխատասենյակից, բայց մենք պետք է ստեղծենք հիմքեր, պայմաններ, այս ստեղծված իրավիճակը շտկելու։ Քանի որ մենք գտնվում ենք հիմա Հանրապետության ամենահեռավոր հյուսիսային շրջաններից մեկում, հյուսիս-արևմտյան շրջան, որ կլիմայական ցրտաշունչ պայմանները հիմա նոյեմբերի վերջն է եւ ճիշտ է եղանակը հիմա լավ է, բայց այնուամենայնիվ մեծ դժվարություններ կա։ Պետք է ասել, որ նաեւ մենք կարծում ենք, որ սահմանադրության միջոցով որոշակի տնտեսական, սոցիալական հարցեր անպայման լուծվելու են, որովհետեւ կառավարման մոդելը փոխվում է եւ այն վարչահրամայական, այսպես ասեմ, համակարգի մոտ եւ որոշակի հաշվետվողականություն չունեցող ուրեմն ինստիտուտը վերափոխվում է ավելի կոլեկտիվ, ավելի քաղաքակիրթ խորհրդարանական համակարգի, ու պետք է ասեմ, որ
մի ուրեմն 2-3 անգամ շատ են այն երկրները, որտեղ որ կառավարման խորհրդարանական մոդելն է եւ ժողովրդավարությունը պերմանենտ զարգանում է։ Պետք է ասեմ նաեւ, որ իհարկե մեզ մոտ մտահոգություններ կային կապված անվտանգության հարցերի հետ, ասենք Գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտի, բայց այդ հարցերը հստակ լուծված են եւ վերցված է Իսրայելի եւ Գերմանիայի օրինակը։ Բացի դրանից պետք է ասեմ, որ այն մարդիկ, ովքեր օթևաններ չունեն, խոսքը չի գնում զուտ բնակարաններ բաշխելու մասին, պետությունը սահմանադրության միջոցով իր վրա պարտավորություն է վերցնում, որ անօթևաններին օթևան հատկացնելու։ Պետությունը նաեւ այն սոցիալական պարտավորությունները, որ ինքը պետք է հստակ անի, ասինքն հիմա ինքը արձանագրում է, որ բոլորին անվճար բուժօգնություն ամեն ինչի համար չի կարա տա, ինքը հստակեցնում է, թե ինչ ձևով կարող է օգնի, եւ ամենակարևոր բանը, որ հակամենաշնորհային օրենսդրություն առնելու անպայման, որ այսօր մենք չունենք։ Բացի դրանից, ես կարծում եմ, որ այսօր մեր ամենակարևոր հարցը այն է, որ կառավարման համակարգը, ասենք եթե այսօր թոշակը քիչ է, չգիտեմ, պրոբլեմներ կա, նպաստը քիչ է եւ այլն, ուրեմն կառավարությունը ավտոմատ հրաժարական չի տալի, որ իր ծրագրերը չի կատարում։ Հիմա նոր սահմանությամբ այդ պայմանը ստեղծում է, որ կառավարությունը իր ծրագիրը եթե չկատարի, ինքը ավտոմատ դուրս գա եւ դրա հիմքը հանդիսանում է խորհրդարանական ընդդիմության եւ մեծամասնության փոխհարաբերության համար ստեղծված հիմքերը։ Ընդդիմությունը մենակ մենք համաձայն չենք, որ փողոցում խոսա, ստեղ այնտեղ ելույթներ ունենա քննադատի, բայց գործերին հնարավորություն չունենա մասնակցի։ Մենք կարծում ենք, որ ընդդիմությանը պետք է բերել, պետության կառուցմանը մասնակից դարձնել եւ պատահական չի, որ երբ որ ցուցակները 17 թվականին կազմելու ենք, բացի ծրագրից ու կուսակցությունից անպայման վարչապետի տեխնացուն է գրածնելու։ Թե այս կուսակցության վարչապետի տեխնացուն ով է լինելու, որտեղ մեր ժողովուրդը նաեւ անձերի հետևից գնացող է եւ վարչապետը ելնում այն մարդը, որ ընդունված է տարբեր խավերի եւ տարբեր կուսակցությունների կողմից։ Նույն ես կարծում եմ, որ այդպես ասեմ էլի, 25 տարվա փորձը արդեն ապացուցել է, որ մենք պետք է այս ճանապարհով անցնենք եւ շտկենք վիճակը։ Ձեր մասով այս մեր Ղուկասյանի, մեր Աշոտսկի տարածաշրջանի մասով պետք է ասեմ, որ անպայման պետությունը որպես նաև սա էլ եմ համարում սահմանամերձ համայնք, ճիշտ է, Ադրբեջանի հետ արճակատման հատվածում չի, բայց շատ ստրատեգիական ռազմավարական դիրքում է գտնվում, մենք պետք է անպայման կարողանանք ստեղ նվազագույն տնտեսական ներուժը պահպանենք, վերականգնենք, մարդիկ աշխատանք ունենան, որ երիտասարդներ տեղում մնան, ամուսնություններ լինի։ Այսօր ես իմացա, որ այստեղ բնակչությունը 2000-ի կարգի բնակչություն կա այս նախին շրջկենտրոնում, որը իհարկե սովետական տարիներին շատ չի եղել, բայց նվազել է։ Սա պետք է անպայման մենք հաղթահարենք։ Այնպես որ այսքանը հիմա այդ ձայնը տան ոչին։ Վերջացնելուց առաջ ասեմ, որ ոչն ու այո միասին են եկել եւ մենք կարողանում ենք քաղաքակիրթ բանավեճ ունենանք։ Արմեն, խնդրեմ։ Եղազարյան, նա, բարո Եղազարյան։ Ժորժան, հիմա ինչ ենք ասում, այո թե ոչ, լսում եք, ինչ եք ասում, այո կամ ոչ, նայեք ինչպես եք ապրում, ինչ վիճակի մեջ եք, ըստ այդմ էլ որոշեք, այո թե ոչը, եթե փոփոխություն կա, այդ փոփոխությունը պետք է լինի մի քիչ այլ կերպ, այդ փոփոխությունը պետք է լինի ուղիղ այնպես, որ աշխատատեղեր բացվեն, որ մարդիկ գործ ունենան, որ մեր հայրենակիցները լքեն մեր հայրենիքը, չգնան օտերափեր, չգնան ամեն օր իրենց կյանքը վտանգելով դրամ աշխատեն ծեր ծնողներին դրամ ուղարկեն։ Ինչևից է, այս ամեն ինչի փոխարեն մի բան է պետք անել, միայն առաջերտին աշխատատեղեր եւ վերացնել այս մոնոպոլիստական կապիտալիզմին, որպեսզի մթերքը երկու անգամ էժանանա, որ ինչ-որ մարդիկ չլինեն, որ տարբեր տեսակի ապրանքներ են ներկրում եւ ինչ իրենց հոր գինը դնում են դրա վրա։ Այս ամեն ինչին հասնելու համար պետք չէ համացությունը փոխել։ Սա ձեզ վնաս չի տալիս։ Բանկի տոկոսները իջեցնի։ Ուրեմն ոչ միայն իջացնեն, այլ բանկի տոկոսները այսօր ամբողջ Հայաստանը մոտ 60-70% մարդկանց բանկի ստրուկն են դարձել։ Պետք է մի հատ հավաքվենք, մի հատ որոշում կայացնենք, ասենք այս բանկը ոնց ալնի, ինչքան պետք է կեղեքի հայ ժողովրդին։ Մարդիկ ստիպված են եղել այդ տոկոսների տակ մտնել, իրենց կամքոն չեն մտել, չեն վերցրել այդ տոկոսները, այդ գումաները չեն վերցրել քեֆ ուրախության համար, իրենց չարքաշ կյանքը ձգելու համար են վերցրել։ Եվ վերջապես
մեծամասնականը վերանում է, այտենց բան այլևս չի լինի։ Ինձ մի հարց է շատ հետաքրքիր։ Հանրաքվեի միջոցով սահմանադրի ճամփորդի Շատ կետեր են փոփոխվում, բայց քանի ինչի մենք չենք ասում, որ սա սահմանադրական փոփոխությունը ամբողջովին։ Ինչի մենք չենք ասում, որ սա ընդհանուր սահմանադրության փոփոխություն չի, որովհետև այն հիմնարար սկզբունքները, որ կա այսօրվա սահմանադրության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունի իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդ ջան, մենակ այն, որ այս հսկայական գյուղում շրջկենտրոնում այսքան քիչ մարդ է մնացել, դա արդեն կարծում եմ պատասխանն է, թե դեկտեմբերի 6-ին ինչ պետք է քվեարկեք։ Երիքա մեզ բոլորից դնեն հայտնի էտարով կենթանու տեղը։ Մենք այդ կենթանին չենք, մենք այդ ժողովուրդը չենք։ 2500 հոգի թվերն եմ նայում ձեր գյուղի, գրված է իբրև 2012 թվին եղել է 2500 հոգի այստեղի բնակչությունը, հիմա էլ ընտրացուցակներով մոտավոր այդքան է մնացել։ Կա տենց բան այս գյուղում, իհարկե չկա։ Դրանցքի կեսը չի մնացել այս գյուղում։ Ինչի՞ մա, ես հիմա կամա չեմ էլ անկեղծ ասած ձեզ փորձեմ ցինիկ կդիտվի, որ փորձեմ ձեզ սահմանադրության դրույթներից ներկայացնել, խոսել, որովհետև իրականում մի հատ մեծ խնդիր կա։ Այս գյուղը դատարկվել է, շրջկենտրոնը դատարկվել է։ Եկեք ոչ ասենք ու դադարեցնենք այս ցեղասպան գործունեությունը, էլի։ Այդքան բան։ Եվ այս սահմանադրության անցնելուց հետո նոր մենք պիտի ձեռնամուխ լինենք այդ օրենքները այսօրվա արդեն փոխված սահմանադրությանը համաձայնեցնելու։ Այդ խոշորացումը տեսակ դուք, որ Սյունիքի մարզում մի քանի եւ համանքներում դա տեղի ունեցավ, դեռ որևէ մեկը չգիտի, բայց ըստ կարծիքների, ըստ մասնագետների պիտի արդարացնի։ Տեսակ հանրաքվե տեղի ունեցավ համայնքներում եւ այդ համայնքներում հիմնականում 90-94% մարդիկ ասեցին թող խոշորանա։ Հիմա տեսեք ժողովուրդ ջան, այստեղ ինչքան քիչ մարդ է չէ, այսինքն դուք խնդիր ունեք, այսինքն ձեր շրջկենտրոնը որտեղ որ է, դուք ասեք թե շրջկենտրոնում եք, այդ բան կենտրոնում, ձեզ հեշտ է գնալ մի տեղ եկանգամ մի բանա բիզնես, բայց այն մարդիկ որ գյուղերում են, որ չգիտեն որտեղ են, նրանց համար դժվար է։ Կամ իրանք էլ երբեմն չեն հասկանում որտեղ գնալ այդ տեղեկանքը վերցնել։ Այս կենտրոնացումը հեշտացնում է քաղաքացիների աշխատանքը։ Ձեր մոտ դեռ չի եղել այդ հանրաքվեն, բայց սահմանադրությունը որ փոխենք, աստիճանաբար եւ թիմ տեղական ինքնագարման մարմինների մասին ժողովում եւ ընտրեցանություն։ Դե հիմա բերեցինք բաժանեցինք պաշտոնականը, ներողություն կներեցինք։ Այս ողջունեք սրանից, հիմա ձեզ եք տալիս։ Սա պաշտոնական տեղեկագիրն է, այսինքն եթե այո, այն նախագիծն է, եթե դուք այո ասեք, սա ամեն անգամ մի տեղ։ Մի րոպե, ձեր այս գյուղում չկա, որ մի հատ կայացած բիզնեսմեն են, որ բրիգադներ ա տանում, թե հենց ամեն տարի։ Ես գնում եմ իմ ծանոթների մոտ, բարեկամների մոտ աշխատում եմ։ Վերածս ռուսական ռուբլի է, բայց ստեղ ինչ է։ Հիմա ասեմ։ Շատ իհարկե որ արմատական մեր իշխանությունները, պետությունը մենք բոլորս միասին պետք է փորձենք փոխենք, որ տեղում աշխատատեղ լինի, որ քո վեճը չլինի, մարզպետը սա է, նախարարը սա է, վարչապետը էս ինչն է։ Գլուխդ կախ աշխատես, քո հացը վաստակես, ընտանիքդ արժանապատիվ համաձայն ես, չէ՞, այսքանը 1։ Երկրորդ, կապված ռուսական ռուբլու էս վերջի, ռուսական ռուբլին ուրեմն 82% արժեզրկվել է, հայկական դրամը արժեզրկվել է 18%։ Հիմա դու գնում ես քո ռուսականը աշխատում ես, ես մոտորապես ասեմ, դու այնտեղ որ գնում ես աշխատում ես, մոտորապես ամիսը կարող է աշխատել են լավ։ Արդեն մեր երեխեքի ապագայի հետ է սխալվում, չի կարելի։ Հայաստան չի մնացել, ինչ ապագա։ Այս երգիրը կորել է, երգիր չկա է։ Որտեղ միշտ լռել ենք սանց դեպքում, էլի դուրս են գալիս հիմա։ Բայց չգնա։ Սանք հենց հիմա։ Այսօր մարդը ոչ ապրելու տուն, ոչ աշխատատեղի, ոչ ապրելու միջոց։ Մնաց դեպի ինչ է, որտեղ։ Անասունով հմե փարկասում։ Անասունը պայս։ Չէ, բայց այս աստիճանները առանց քիչ համատեղ տարիքներից ինքը կոկտել։ Եզրային գյուղը ընդհանրապես ուշադրության դրած վրա տողեք ճշգրիտով անուշադրության կեն։ Կատը դարձրեցին 120 անուշադրության թե հաշվում ենք սահմանապահ լինելը դառնում է հանցավոր անուշադրություն։ Տեղափոխումը նախագահական համակարգ չկա, բայց մի տարբերությամբ վարչապետը հաշվետու անձ է։ Ավելին քան այսօրվա գործող, ասենք համակարգում, այսօր վարչապետն նշանակում ազատում է նախագահը։ Դուք պատկերացեք, վարչապետը լավ չի գործում, ծրագիրը խոստացված չի իրականացնում, խոստացված տնտեսական աճ, բայց ասենք կարա նախագահի կանքով ասենք որ չէ, թող մնա շարունակի։ Այսինքն երկիրը տնտեսություն, այո։ Այս նոր համակարգով արդեն վարչապետը ինքը հաշվետու է լինում խորհրդարանի, այո։ Եվ բնականաբար եթե նա ձախողի, տենց արդեն պարլամենտ ավելի մեծ ազդեցություն ունի նման կառավարությունը փոխելու։ Հետո նոր սահմանությամբ
նոր հնարավորություն է լինում, որ ոչ թե ամբողջ կառավարությունն, այլ կոնկրետ նախարարի, պարլամենտը կարող է կոնկրետ նախարարի անձի հանել, որտեղ կարող մի քանի ոլորտներում լավ են աշխատում, ասենք ասում են իրենց գործունեությունը նորմալ է, բայց այս մի ոլորտում լավ չի, պարլամենտը կարող է տնազդեցությունը մի նախարարին հանելու, ոչ թե ամբողջ կառավարությունը լուծարելու։ Այսինքն սրանով ճկունությունը մեծացված է։ Նոր սահմանադրությամբ, նայեք, նախկին սահմանադրությունը նախագահը կենտրոնել, մեկ անձին տված բազմաթիվ լիազորություններ։ Նոր սահմանադրության հիմքը դրված է, որ գերակաշահը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքի իրացումը պետության կողմից, այսինքն պատասխանատվությունը քաղաքացու իրավունքի իրացումը դրվում է պետության վրա, կենտրոնը փոխվում է։ Եթե նախորդ մեր սահմանադրությունը դա նախագահային լիազորություններ տալն էր, հիմնականում մեկ մարդու կողմից, այդտեղ փոխվում է։ Այսինքն կարևոր է նոր սահմանադրությամբ դառնում է մարդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Տեսեք, այդ նախկին ձևը հանգեցնում է, որ մենք բոլորս ոնց որ ինչ որտեղ իրավազուրկ, չէ՞, մեր իրավունքները ոտնահարեցնենք, որտեղ այդ ձև նորմերը թույլ չի տալիս։ Այսօր այդ գիտակցությունը եկել են շատերը եւ իշխանության մեջ եւ ընդդիմադիրները հասկացան պետք է համակարգ տնտեսագետ ես քեզ բանալիս։ Հա, ամիք մտնես Aqua Credit Agricole Bank։ Հա, ամբողջ շրջանի գյուղացիական տնտեսությունները վարկի տակ չոք։ Էդ եմ ասում։ Հիմա մի րոպե վերջի բանն եմ, չէ, մարդը որ բերում է չկորցնի մեկ։ Հիմա մինչև հունվարի 1-ը հետաձգված է այդ բանկերի տոկոսները, մինչև հունվարի 1-ը։ Կենտրոնական բանկի նախագահի հետ անձամբ խոսել են, պաշտոնական էլ հարց ընդվել ազգային ժողովի նիստին Ջավադյանին։ Հետաձգել են նաև խաղողի մթերման հետ կապված ոչ ձեր ռեգիոնի։ Հիմա փորձում ենք տեսնենք ինչ լուծումներ կարող կանենք, ինչ անենք։ Մենք էլ ենք դեմ որ օրինակ ասեն ստրատեգիական ռազմավարական բնակավայր, պարոն Խաչատրյան։ Պետությունը կից պետք է հովանավորչական քաղաքականություն բարի, ասենք նախկինում ոնց էր որ դասատուն գալիս էր գյուղում աշխատում էր դրանով ինչ որ արտոնություն մի հատ բաստաճյուղ ինչ որ լնում էր կարի ֆաբրիկայի կամ բանի պետք է փորձենք անենք Եկան շրջաներ մի հատ հստակաբար ասում չէ արդեն վատա որ 2000 օքանոց գյուղում այսքան մարդ է մնացել տիկին էսա դա արդեն գետինը մտնելու բանը բոլորի համար բայց դրա համար մեղավորը ոչ թե գող վարորդին եկեք դատենք չէ Դու արի համակարգը որ գող վարորդ չբերի համակարգը Համակարգը Եթե համակարգը օրինակները որ այսքան չլինի իհարկե օրինակներ են պետք Արկարդատ ես ինչա գրված Ես գիտեք քանի անգամ եմ կարդացել Հասնում եմ վերցրու կարդա որ իմանաս որ նման խնդիր չկա իմացի դու էլ լավ ես եղել Արմեն ջան դու ջահել ես այս ապագան քոնն է քո նման տղաներինն է բայց դու այդքան վատ մի տրամադրվի որտեղ այն փոփոխությունը որ մենք ուզում ենք անել անում ենք միայն լավագույն մղումներից եւ բնականաբար մի անգամից չես զգա փոփոխությունը բայց աստիճանաբար կզգաս դու 23 տարի տեսնում ես այս համակարգով մենք գնում ենք առաջ բան առանձնապես չի փոխվել հիմա մենք ասում ենք Արմեն ջան արի գնանք բան փոխենք դու էլ հետս պիտի գաս որ բան փոխենք ասում արդարադատության իրականացումը 162-ի երկրորդ կետ 162-ի 63 էջ հեսա գտնենք 63 էջ մի րոպե Արմեն ջան ասա մի րոպե վատ այո ասա ասում դատարաններն ես ասում դատարաններ հոդվածն է չէ ամենավերևի տողը արդարադատության իրականացումը որևէ միջամտություն արգելվում է այո Հիմա, երբ որ մենք փաստում ենք, որ դատական համակարգը իրականում միջնորդավորված է, որևէ մեկը չի շղթում, որտեղ հա, շղթելու բան չի, ու այս կետը չի փոխվել։ Պարզ օրինակ եմ բերում, նախորդ սահմանադրություն եւս Հիմա ո՞րն է մեր երաշխիքը, որ դատական համակարգը, քանի որ չի ունենում բանը, սահմանադրական լուրջ փոփոխությունների չի ենթարկվում, ո՞րն է մեր երաշխիքը, որ այս կետը այս անգամ եւս չի ոտնահարվել։ Ուրեմն տես, լավ որ ասեցի, որ հոդված այսօր սրանում էլ կա եւ հետո էլ Քանի որ մենք խնդիր ունենք, դու ճիշտ չես ասում, երբ որ ասում ես դատական համակարգը փոփոխությունների չի ենթարկվում։ Իհարկե ենթարկվում է, որովհետև այսօր քո երկրի գլխավոր դատախազին դու ընտրում ես Զայների ազգային ժողովում 2/5-ով, փոփոխված Առաջարկում ասել ոչ։ Չէ, եւ ոչի դեպքում հետո Ոչի դեպքում ասեմ թող այս համալսարանը աշխատում է, չէ՞ նորմալ։ Այս համալսարանը չէ դրույթը չկա։ Դա շատ կարևոր բան է։ Այսինքն հնով Այո, ինչ է խանգարել դա։ Մեր երկրի նախագահական ինստիտուտը հարկավոր։ Մեր երկրի պետք է նախագահը եւ ղեկավարը, որ ողջ լծակների ձեռքի տակ է։ 3/5-րդի առումով չէ։ Մենք ուղղակի նայեք, էլի ինչ որ ասում, դուք նայեք, տեսեք։ Այդպես է, այդպես չի։ Մենք ԵՏՄ մտել ենք Տիկին Եսայան ջան 104 կողմով, եթե չեմ սխալվում։ Այո, այո։ Գազերի պայմանագիրը հայտնի հիշում եք, ստորագրել
բերել ենք էլի 100-ին մոտ բանով, կողմով։ Հա, այդ դեպքում մենք ընդդիմադիրներս, որ իրականում չենք ունեցել համապատասխան ներկայացուցիչներ։ Ով ասեց, ազգային ժողովում ուրեմն մեկ իշխանական ուժ կա եւ մնացած 5-ը ընդդիմադիր ուժեր են, ընդդիմադիր ֆրակցիաներ են։ Հիմա դու ասում ես մենք շատ տարօրինակ է, որովհետեւ ՀԱԿ-ը, ժառանգությունը, որը կա թե չկա պարզ չի։ ՀԱԿ-ը, ժառանգությունը, դաշնակցությունը, Բարգավաճը չեն ասացել, բացի ժառանգությունից, մյուս բոլորը չեն ասացել ժողովրդի ձայնին եւ գնացել են օրինակ ԵՏՄ-ի պայմանագիրն են ստորագրել։ Որտեղ եթե քո պարլամենտում մեկ իշխող քաղաքական ուժ կա, որ կողմ էր եւ մյուս ընդդիմադիրներն են կողմ քվեարկել, այդ նշանակում է, որ իրանք ստապ գիտակցություն են, որ այդ պահին այդպես է պետք անել։ Հիմա ես մեղավոր չեմ, որ այդ պահին դուք չգիտեք ռեալ պոլիտիկը այդ պահին ինչ էր թելադրում։ Ռեալ պոլիտիկը մի օր Երյակի, քարյակի գործունեությունը պահանջում էր արտաքին ուժերի համակրանք ու միայն այդ պատճառով ցավոք սրտի։ Հիմա դրանում է հանրապետականը մեղավոր։ Ես չեմ, ես դրանում գիտեք ինչն է մեղավոր։ Նախընտրական ծրագրերը նայեն, իրանց անցած կենսագրությունը նայեն, այդ քունին երյակ, քարյակ, չգիտեմ ինչ ես ասում։ Եվ եթե իրանք որոշում են կայացրել, ես կարծում եմ այնուամենայնիվ նրանց մեջ նույնպես կան սթափ մտածող քաղաքական գործիչներ, ովքեր այո բնականաբար։ Մենք հազարի մի խնդիր ունենք, որ լուծված չէ։ Ոչ մի կերպ։ Տեսեք, նոր ինձ ասում են, որ ամեն օր մարդ է գնում ստեղից։ Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում ես։ Երբ որ գյուղերը քաղաքները դադարեցնում են։ Գիտեք, հիմա տեսեք։ Այս դեպքում ամեն դեպս գոնե ձեր ընտանիքի կացուդացևը, ձեր կացուդացևը չի փոխվի ընդհանրապես։ Հիմա ինչի է պետք է եվրոպական այդ աննորմալությունը, որ մենք ներդնենք Հայաստանը։ Դա մեծ անհրաժեշտ է։ Մի բուռ ազգ ենք։ Եթե ասեք այո, այս շարունակությունը ոչ մի կերպ չի փոխվելու ձեզ համար դեպի լավը։ Ուղղակի նայեք, ընթերցեք, հետո կերևա։ Իշխանության ձևավորման ամբողջ մթնոլորտը, մեխանիզմները, փոխելով իշխանության տարբեր ճյուղերի, պարլամենտի, կառավարության, դատական իշխանության միմյանց զսպելու, հակակշռելու, վերահսկելիության մեխանիզմները։ Բայց միևնույն ժամանակ, այս համանadrությունը ինքը մեծ ուժ կունենա մի պարագայում եւ ես վստահ եմ, որ այդ կամքը ցուցաբերվելու է, եթե ուղեկցվի քաղաքական կամքով, անցնելով նոր համանadrության, օգտագործելով այդ լավ առիթը Հայաստանում կուտակված բազմաթիվ այն խնդիրները, որոնք լուծման կարոտ են, նախ եւ առաջ բարոյական մթնոլորտի փոփոխության, արդարության մթնոլորտի վերականգնման, պետական կառավարման մեխանիզմի համակարգի արդյունավետության բարձրացման եւ այլն, գնալ այս փոփոխությունների ճանապարհով։ Իմ անձնական կարծիքը այն է, որ առաջի տարբերակը, որ մենք նոր քննարկում էինք, չի եղել Հայաստանում։ Երկրորդ տարբերակն էլ թեև խոստացել են, բայց կրկին չի եղել։ Եվ հիմա հասարակության շրջանում նկատելի նաև աշոցքում անվստահությունը քաղաքական համակարգի նկատմամբ։ Տեսեք, մենք խոսում ենք, դուք ասում եք իշխանության հանդեպ կա անվստահություն, կրկնակի անվստահություն դուք ասում եք կա ընդդիմության հանդեպ։ Հիմա բայց ամեն դեպքում պետք է հասկանալ, ելքը այդ իրավիճակից ո՞րն է։ Խո մենք չենք կարող հանձնվել, համակերպվել այն մտքի հետ, որ կան խնդիրներ, որոնք անլուծելու են, պետք է չի մտածել։ Ուստի այս նոր համանadrությունը նման հնարավորություն տալիս է։ Եթե մենք զբաղվածություն, սոցիալական տարածքային կենտրոն սոցիալ լավը կդառնա։ Այս տարի չէ, նա բյուջեն քննարկում են, չէ, այս տարի ոնց է Կան տեսնենք ինչի օգտագործել Ես իմ կարծիքով նույնիսկ թեև համանadrության փոփոխություններ տերմինն է օգտագործում։ Իմ անձնական կարծիքն է, որ խոսքը վերաբերում է նոր համանadrությանը, որովհետև նախկինում գործող համանadrության ավելացել են մոտավորապես 90-ից ավելի հոդվածներ եւ գործող համանadrության շատ կետեր, կոնկրետ թիվը ասենք հիմա որ ասեմ ճիշտ գուցե չլինի, մասնակի կամ ամբողջական փոփոխությունների են ենթարկվել։ Այսինքն նոր համանadrությունը լրիվ նոր կոնցեպցիայի վրա է հիմնված, հիմքում պարլամենտական կառավարման համակարգն է, այդ գիտես։ Ասա։
որ կետերի համար է ոչ ճակատը ստես, որ իրենք դեմենց ես, կամ ավելի կոնկրետ ասենք դուք խոսում եք լավ կետերի մասին ու կամ վատ կետեր, որոնք ոճը տեսնում եք, շատ լավ հարց։ ու իրենք հա դեմ են հետնից ես։ Հիմա իրականության մեջ, այսպես ասած ոչի ճակատ, որ ասում են, որքանով ես եմ տեղյակ, մի քանի ճակատներ կան։ Նրանցից յուրաքանչյուր խումբ, նաև այն գործընկերները, որ մեզ հետ են, տարբեր խնդիրների են ուշադրություն դարձնում կամ փաստարկներ են դնում։ Հիմնական փաստարկը, որ գոնե ես լսել եմ, դա հետևյալն է, տես իրենք ինչ են ասում են, սահմանադրությունը իշխանությունը նախաձեռնել է, որպեսզի վերարտադրվի եւ հանրապետական կուսակցությունը շարունակի մնալ որպես իշխանություն։ Հիմնական փաստարկը, որ ես լսել եմ, դա է։ Ուրիշներն էլ կան, բայց հիմնականը սա է։ Բայց ո՞րն է իրականությունը։ Սա ես համարում եմ ոչ իրականության գետնի վրա գոյություն չունեցող փաստարկ։ Բացատրեմ ինչու։ Որովհետեւ նախ գործող սահմանադրությունը ոչնչով չի խանգարում, եթե սա չի անցնում նոր սահմանադրությունը, որ եթե մենք ասում ենք, որ իշխանությունը բոլոր ռեսուրսներն օգտագործելու է վերարտադրվի, ոչինչ չի խանգարում նույնը անել 2017 թվականի պարլամենտական ընտրությունների ժամանակ։ Երկրորդ, եթե առաջին անգամ պատմության մեջ 41 մեծամասնական տեղերը վերացվում են, մեր ընդդիմությունները տարիներ շարունակ ճշմարիտ ձևով ասել են, այ հարգելի իշխանություն, դուք մշտապես վերարտադրման բոնուս ունեք։ 41 հոգուց հետից 39-38-ը մեծամասնականով ընտրվում են իշխանության թեկնածուներ։ Այսինքն այն գլխից դուք պարլամենտի 131 տեղերից 40-ը ձերն է։ 25 էլ հավաքում եք, ենթադրենք համամասնական ընտրակարգով, կուսակցական ցուցակներ։ Արդյունքում դուք միշտ իշխանություն եք մնում։ Հիմա ճիշտ է, չէ՞ սա։ Հիմա համամասնական ընտրակարգով է միայն լինելու։ Մեծամասնականը վերանում է։ Սա հնարավորություն է, որ քաղաքական կուսակցությունները ընդդիմադիր համախմբված ավելի մեծ ներկայություն ունենան պարլամենտում։ Երկրորդ փաստարկը, տեսեք, երկրորդ փաստարկը ինչին է վերաբերում։ Նրանք ասում են, դուք սահմանադրությամբ նախատեսել եք ընտրությունների երկրորդ փուլ, որպեսզի հանկարծ եթե առաջի փուլով 50%-ից ավել չհավաքեք, երկրորդ փուլում գնաք եւ ամբողջ իշխանությունը վերցնեք։ Սա էլ է իրականությունից կտրված։ Ինչու՞։ Որովհետեւ նախ Հայաստանի պատմության ընթացքում երբևէ որևէ կուսակցություն 40%-ից ավել համամասնական ընտրակարգով ձայն չի հավաքել։ Մի անգամ բացառություն 44%, բայց դա էական չի։ Առավել եւս ներկա պայմաններում, երբ որ հասարակության մոտ կա վստահության ճգնաժամ քաղաքական համակարգի հանդեպ, սոցիալ-տնտեսական իրողությունների այս ֆոնին, ասել, որ որևէ կուսակցություն կարող է 51% ձայն ստանալ, դա ի սկզբանե նշանակում է ոչինչ չանել եւ հանձնվել։ Ընդդիմության մասին եմ խոսում։ Երկրորդ փուլը ինչի համար է նախատեսված։ Պարզ բանի համար, որ անկախ առաջին փուլից հետո, եթե իսկապես մտավորական կես։ Մեկ էլ ես ինքս ինձ Մարգարիտ ջան, ասում ես ազգային ժողովի падգամավոր եմ, եկել եմ, ճիշտ է, խոսելը լավ է։ Ստացվում է, որ քաղաքացիները գնաց մի տարի, իրանք հիշելու են, ասել են Մարգարիտ Եսայանն ու Միքայել Մելքումյանը, միասին եկել են ստեղ, բաներ են խոսել, բայց ինչ փոխվեց, չէ՞։ Հիմա դրա համար ես իսկապես էլ անկեղծորեն ձեզ ասում եմ, որ մենք այս բանը մենք չենք մոռանալ, էլ եմ ասում։ Եթե այս սցենարը մշակվել է, որ գանք ու ամբողջ հանրապետությունը տեսնի, թե այս ինչ վիճակը, ու իշխանությունը բան չէ, որ մտածի ցույց տամ ինչքան վատ է ու ոչ մի բան չանել։ Այսինքն բացառված է, մենք գնանք լուծման։ Հիմա մենք կանգնած ենք այդ լուծումների նախաշեմին։ Եթե մեզ հաջողվի բոլորիս քաղաքական կամք ցուսաբերենք, այս լուրջ լուծումների հետևից շարժվենք, անպայման հարցերը լավ ալնենք։ Այս դուք եք ասում, չէ, երկու տղա ունի, բանակ գնացած եկած, ինչ ան, որ ասեմ մի հատ փոքր տրպակտիր աշխատի, որտեղ ստեղ վճարունակություն չկա, 60-70,000 դրամ ստանալու ինչ առնեք դուր ալնեք։ Դրա համար պետք է իսկապես պետությունը պետք է, հա, ինստիտուտ ավարտելու համար Պես, դրա համար եմ ասում, հիմա ինստիտուտը ավարտել կամ պետք է իր ծննդավայրից գնա, որը չենք ուզում։ Կամ այդ պայմանալի որ գաստեղ աշխատի։ Հիմա դրա համար մենք վառած քաղաքականության արդյունք է։ Հիմա մարդիկ ոնց վստահ են, որ լավ բան են ուզում անում։ Չեն կարող վստահել։ Խաբելով չի մարդկանց։
Հիմա դա էլ պետք է ճիշտ անել, որ նենց չանեք, որ դրա արդյունքում համայնքներ դատարկվեն, դրա արդյունքում նսեմանա մեկ կամ մյուս համայնքի դերը։ Այսինքն մենք ամեն ինչ պետք է զգուշ անենք, որտեղ հիմա ասենց է, ինչի ձեռս տալի հանրային ընդվզում, ասա սոցիալական վիճակից անալ։ Դրա համար մենք ինձ թվում է ժողովուրդ ջան, լուծումները անպայման գտնելու ենք, հետամուտ ենք կլնելու։ Ես ասել եմ նախարարները, վերջի անգամ ստե նախարար եփ հայեք է, կամ փոխնախարար, կամ չգիտեմ, մարզպետը ստե եփ հայեք է վերջի անգամ։ Հա, այսինքն ուժը մեր բոլորի եւ նախ եւ առաջ իշխանության կողմից սահմանադրության դրույթների հանդեպ հարգանքն է։ Եթե այդ հարգանքը մենք չենք հարգել։ Դե հիմա տես, հա։ Հասկանում եմ ինչ եք ասում, բայց գործող սահմանադրությունը ինչ-որ համակարգ է, չէ՞ ձևավորել։ Եվ այդ համակարգով է, որ չէ, եւ այդ սահմանադրության թելադրած խաղի կանոնների արդյունքում են, չէ՞ որ մենք ունեցել ենք նախագահական ընտրություններ, արդյունքում միշտ ընդդիմությունը մեղադրել է, ասել է իշխանությունը կեղծել են վերարտադրել։ Ձեր խնդիրների ասենք թե 20-25%-ը, ասենք 2 տարում անպայման լուծվելու է։ Որ իմանաս որ հա, բա ամբողջ երկրում է։ Տեսեք, ես որ մենք առանձին էինք, ես ձեզ բացատրեցի։ Ազգային ժողովը, այն ուժերը, որոնց դուք կբերեք պարլամենտ, ընտրում են վարչապետ, նախագահ, ազգային ժողովի նախագահ։ Այս վերցրա որ հավասար լինի։ Նայ, սահմանադրությունը որևէ չի կարող երաշխավորել, որ վաղը հենց փոփոխություններ կլինեն, բայց սահմանադրությունը փոխարենը կարող է այնպիսի մեխանիզմներ նախատեսել, որ որևէ իշխանություն չլկտի անի։ Կարող է նախատեսել, որ որևէ ընդդիմություն գործուն լծակներ ունենա քաղաքական որոշումների վրա ազդելու։ Կարող է նախատեսել, որ դատական իշխանության անկախությունը ավելի մեծանա, որովհետև նշանակվում է, ասենք, նաև ընդդիմության կողմից։ Կարող է նախատեսել, որ եթե մի հատ պետական պաշտոնյա թույլ է տալիս գործողություն, որը հասարակության սրտով չի, քննիչ հանձնաժողովների միջոցով, որի հնարավորություն հիմա տրվում է։ Այդ հարցը դարձել համազգային քննարկման առարկա։ Թույլ է տալիս 250,000 քաղաքացիներով մենք հավաքվենք, ընդմիշտ։ Այսինքն չի գնալու մերձեն այդ պաշտոնի աթոռի։ Ինքը պիտի փոխվի ազգային ժողովի պահանջով։ Այս դա նշանակում է ժողովրդի արդարացի պահանջ։ Ժորժ ջան, մի բան էլ։ Ուրեմն հույսներդ երբեք պետք չի կտրեք։ Մենք ասում ենք, մենք նենց ազգ ենք, որ եթե այսքան դարերով մենք գոյատևել ենք, եթե այս Ղարաբաղի հարցը, այս պատերազմական վիճակին տարում ենք տղամարդավար, այս հարցը արտագնա աշխատանք, իսկ բանասում պահում ենք։ Նորմալ վիճակ է։ Ոնց են մթերում կաթ։ Գները բարձրացած սեզոնը չի ինգել գինը այս տարի։ Ստե լավ բայել են։ Հիմա մեր վելա հաստատա։ Ինչքանի կարգի։ 100-ից սեզոնի ժամանակ ամռանը։ Միշտ։ Ստե հիվանդանոցում եք նորմալ աշխատում։ Այդ վստահությունը սասանված է ինչ որ կեր։ Ըստ հա, բոլորի, այս բոլորից մեղնա։ Բոլորից մեղնա, որ մենք այս վիճակում ենք, հա, դա մի տարվա բան չի, 2 տարվա բան չի, սենց եկել։ Ես ասեցի, այս նախագծի մեջ ոչ միայն իշխանության առաջարկներն են, ավելի շատ դաշնակցությանն են, ասեցի, առաջարկությունները։ Լենին Պապիի մասին անեկդոտը հետաքրքրում է նաև հեռուստադիտողներին։ Հա, որոշակի համապատասխան բառապաշարի փոխադրության դեպքում չարժի։ Դե ասալավ, ասես։ 65 թվականի շարժման մարդկանց ասում ես չես սովորում, նա հիմա բանաստեղծում ես գցում է մի կողմ, ասում ես քեզ արի ավելի լավ բան եմ սովորում։ Լենին Պապին մեզ նման փոքրիկ եղել, թիթերը բռնել, թևերը փոկել, հետևը չոփ մցրել։ Այդ փուչուր երեխա այդ ավելի է տպավորվում։ Ասենք դու բացի գնում եմ, ասենք այն մայրս էլ այն մյուսն էլ է սովորացրել, որ հանդեսի օրը բեմ եմ հելնում, անկախ իզնից, էտա միանգամից գալիս ու դու պատկերացնում սովետական ղեկավարություն նստած, հելնում ասում Լենին Պապին մեզ նա փոքրիկ եղել, թիթերը բռնել, թևերը փոկել, հետևը չոփ մցրել։ Փորձեն բացատրել, որ սա ընդդիմություն իշխանություն կռիվ է, չհավատակ, որովհետև սա իշխանություն ընդդիմություն կռիվ չի։ Ոչ չհավատան խափում են։ Նման բան չկա, որովհետև դուք տեսնում եք, որ այսօր ազգային ժողովում ուրեմն 6 քաղաքական ուժ կա, 6 խմբակցություն կա, որից մեկը միայն մենք հանրապետականներս ենք իշխանություն, այս պահին եւ Բարգավաճ Հայաստանը, եւ ՀԱԿ-ը, եւ Ժառանգությունը, եւ Դաշնակցությունը, եւ Օրինաց երկիր իրանք ընդդիմություն են, չէ՞։ Բայց ես թվարկեցի Օրինաց երկիր, Ազատ դեմոկրատներ, որը Ժառանգության ցակով ա եկել, Դաշնակցություն, հասկանու
մեկ Բարգավաճ Հայաստան, տեսեք քանի 4-ը գոնե կամ 5-ը իրանց առաջարկներով մասնակից են եղել այս տարբերակին։ Բարձա չէ ինչ եմ ասում։ Այսինքն առաջարկները ընդունել է, ուրեմն մի քիչ իրանք դեմ են, բայց իրանց առաջարկների 5 հատը ընտրված չեք։ Բան ներողություն, հիմա մի հատ գան ձեր տեղական խնդիրը։ Դուք մշակույթի պալատի, արվեստի, ձեր ընտանիքները կամ ձեր հարևանները բանը, այստեղ անասնապահական շրջանը հող ունեք, անասուն պահում են, հա։ Հիմա ինչ խնդիր կա այդ անասնապահական բաների հետ կապված կաթի մթերում, չգիտեմ, մսի։ Շատ էժան է, կաթը ես ասել եմ, եթե ջրից էժան է, ոչ մի բան չի ստացվում։ Մենք պետք է այդտեղ պետության դերը օպերատիվ դա սահմանության հետ կապ չունի։ Դա ոչ մի կապ չունի սահմանության։ Եթե կաթի գինը էժան է, ուրեմն իհարկե սեզոնային բան կա։ Պետությունը պետք է մթերողների հետ քաղաքականություն մշակի, որ մի կողմից պաշտպանվի մթերողների շահերը, ասին կաթի գործարանների, մյուս կողմից գյուղացու։ Եթե կաթը մնա այդ գնին, անասունները կմորթեք դուք։ Անասուն պահելը բան չի լինի։ Դրա համար այդպես կոնկրետ հարց է, այս հարցերը ես գիտեմ, որ կառավարության ուշադրության կենտրոնում է, այդ լուծումները ոնց որ մտածում ոնց որ պետք է բան լինի։ Այս է կոնկրետ հարցը, որ մենք կարծում ենք ես էլ հետամուտ եմ լինելու, որ անպայման այդ շուկայում կարգ ու կանոնը մտնի եւ որոշակի ճիշտ արդյունավետ պաշտպանված հարաբերություններ լինեն։ Ես հիշում եմ, որ 3 տարի առաջ Մարգարիտ, երբ որ նախընտրական բան ես Վայոց ձորում էի եւ Սյունիքի մարզում, ուրեմն եւ հետո նաեւ Բազմասեր Առաքելյանի հետ արագացողն է, ավելի շատ ծաղկովիտ եւ այլն, այն ժամանակ դաժե 90 դրամ։ Նարեն, ակումուլյատորն է։ Այսը մի 20 վայր եմ սպասում։ Բայց 200 էր ասել, 200 է։ Կաթ արտադրող ձեռնարկությունները ձեռատալի փոշով արտադրեն, կաթի փոշով, որ էժան նստի, որակը լավը չի։ Քան թե գինը, ասում եմ, եթե գինը բարձրացնում ես, ես մինուսով եմ գնում։ Այսինքն հարցեր կա, որ պետք է այս բոլոր ծախսերը ճիշտ գնահատվի եւ մենք կարողանանք լուծումներ գտնենք, ասենք կաթի, մսի հետ կապված իրապրոբ։ Ստեղ պետք է անպայման մի հատ փոքր արտադրություններ լինի, պետությունը հովանավորի, վարկն արտոնյալ, ու տոկոսներն էլ վարկերի սուբսիդավորի անպայման, որ կարողանանք մի փոքր բան տնենք, որ ամբողջ ձմեռը երկար է, կանայք գնան մի փոքրիկ կարի արտադրությունում կարողանան աշխատել։ Օրինակ, բայց սա պետք է ինչ-որ նախաձեռնություն ունի անպայման ակտիվ, անհնար բան չկա։ Ես էլ եմ կրկնում, նույնիսկ տեղի համար կարող է հատուկ փոքր միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնը էկոնոմիկայի նախարարության ինքը եւ գրանտներ է տալի, այսինքն մի ծավալ կա փոքր, 1 միլիոն դրամ, 2 միլիոն, 3 միլիոն, որ տալիս է նույնիսկ առանց տոկոսի։ Այսինքն պետք է մտածել օգտվել դրանից, դուք պետք է ակտիվ լինեք, ձեր համայնքը պետք է կազմակերպվի եւ կազմակերպված համայնքը պահելու համար կարողանաք փոքր արտադրություններ կազմակերպեք ստեղ։ Եթե դժվար է առանձին այդ կատնա մսատու բաները, գյուղատնտեսական կոոպերացիա կա, որ կոլեկտիվ կարողանաք ռիսկերը կիսեք, որտեղ մի մարդը ուրեմն տրամադրություն ընկնում է, հիասթափվում է, ասենք վախենում է, որ լրիվ իր վերջին փողերը կորցնի, այսինքն այստեղ համայնքը պետք է ակտիվ լինի, տեսնեք ինչ կա չկա այս երկրում, որ կարա լուծումներ տա, ակտիվ մասնակցեք, էլ եմ ասում, պետությունը անպայման այստեղ պետք է ակտիվ դերակատարություն։ Այսպիսին էր հանդիպումը Աշոտսքում, թե որ թիմները առավել համոզիչ կդատեն իրենք Աշոտսքի բնակիչները, իսկ մենք եւս 2 հանդիպում ունենք, այժմ շարժվում ենք դեպի Գոգահովիտ։